Գիրք Ղևտացոց գլուխ 6 Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. Եթե մի անձ մեղանչե եւ Եհովայի դեմ հանցանք անե եւ իր դրածուն ստություն խոսե մի ավանդի համար կամ իր ձեռքը հանձնված մի բանի համար եւ կամ մի հափշտակված բանի համար կամ իր դրածուն խարդախություն անելու լինի կամ մի կորած բան գտնե եւ ուրանա ու սուտ երթում անե բոլոր այս բաների մեկում որ մարդ կարող է անել մեղանչելով նրանցով այն ժամանակ ըստ որում մեղք է գործել ու հանցանք արել Եթ դա հափշտակածը, որ հափշտակել է, կամ խարդախությամբ առածը, կամ իրան հանձնված ավանդը, կամ գտած կորուստը, կամ ամեն բան, որի համար սուտ երթում է արել, բոլորովին հատուցան է նրան, եւ նրա 5-րդ մասը ավելացնե վրան, որինը որ էր, նրան տա իր հանցանքի պատարագի օրումը, եւ իր հանցանքի պատարագը բերե Եհովային, այսինքն հոտերից մի անարատ խոյ քո արժեցրածի համեմատ, իբրև հանցանքի պատարագ քահանայի մոտ եւ քահանան նրա համար քավություն անե Եհովայի առաջին եւ թողություն լինի նրան ինչ բանի համար որ հանցանք է գործել եւ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով պատվիրիր Ահարոնին եւ նրա որդիներին եւ ասիր այս է ողջակեզի օրենքը ողջակեզը սեղանի վրա եղած կրակի վրա պիտի լինի բոլոր գիշերը մինչեւ առավոտ եւ սեղանի կրակը նրա մեջ վառված պիտի մնա Եվ քահանան քթանի պատմուճանը հագնե, եւ քթանի վարտիքը մարմնի վրայով հագնե, եւ կրակով այրված ողջակեզի մոխիրը սեղանի վրայից վեր առնե, եւ սեղանի մոտ դնե։ Եվ իր զգեստները հանե, եւ ուրիշ զգեստներ հագնե, եւ մոխիրը բանակիցը դուրս մի մաքուր տեղ տանե։ Եվ սեղանի վրայի կրակը նրա մեջ վառված պիտի լինի, պիտի չհանգչի։ Եվ քահանան ամեն առավոտ նրա վրա փայտեր այրե։ Եվ ողջակեզը նրա վրա չարե, եւ այրե նրա վրա խաղաղության զոհերի ճարպը։ Կրակը սեղանի վրա միշտ վառված լինի, պիտի չհանգչի։ Եվ այդ է հացի ընծայի օրենքը։ Ահարոնի որդիքը մատուցանեն նրան Եհովայի առաջին սեղանի դիմացը։ Եվ վեր առնե նրանից իր ձեռքը լիքն, այսինքն հացի ընծայի բարակ այլուրիցը եւ նրա յուղիցը եւ հացի ընծայի վրա եղած բոլոր կնդրուկը։ Եվ այրե նրա հիշատակը սեղանի վրա անուշ հոտի համար Եհովային։ Եվ նրանից մնացածն ուտեն Ահարոնը եւ նրա որդիքը։ Նա անխմոր ուտվի սուրբ տեղը։ Ժողովքի խորանի սրահի մեջ ուտեն նրան։ Խմորով չիեպվի։ Իրանց համար բաժին տվի այն իմ պատարագներիցը։ Սա մեղքի ու հանցանքի պատարագների պես ամենասուրբ է։ Ահարոնի որդկանց բոլոր արուները ուտեն այն։ Եհովայի պատարագներիցը ձեր ազգերումը հավիտենական կանոն լինի այս, ամեն նրանց դպչողը սուրբ լինի։ Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. Այս է Ահարոնի եւ նրա որդիների պատարագը, որ Եհովային պիտի մատուցանեն նրա օծվելու օրը։ Արդուի 10-րդ մասը բարակ այլուր ամեն օր հացի նվերի համար, կեսը առավոտին եւ կեսը իրիկունը։ Տապակի մեջ յուղով շինվի։ Հունցված բերես այն հացի նվերի եփած կտորները անուշ հոտի համար Եհովային մատուցանես եւ նրա որդիներիցը նրա տեղը օծվելու քահանան մատուցանե այն Սա Եհովային հավիտենական կանոն է բոլորովին պիտի այրվի եւ քահանայի ամեն հացի նվերը բոլորովին պիտի այրվի պիտի չուտվի եւ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով Խոսիր Ահարոնի եւ նրա որդիների հետ եւ ասիր Այս է մեղքի պատարագի օրենքը։ Ողջակեզի մորթված տեղը պիտի մորթվի մեղքի պատարագը Եհովայի առաջին։ Այս ամենասուրբ է։ Այն քահանան, որ մատուցանում է մեղքի պատարագը, նա ուտե այն։ Սուրբ տեղը ուտվի ժողովքի խորանի սրահումը։ Ամեն ինչ որ նրա մսին դպչի, սուրբ պիտի լինի։ Եվ եթե նրա արյունիցը հանդերձով տա, սուրբ տեղը լվանաս այն, որով որ արյունը տվել է։ Եվ հողի ամանը, որի մեջ եր է ածվել այս միսը, պիտի կոտրվի, եւ եթե պղնձի ամանի մեջ է եռացված, պիտի շփվի եւ ջրով լվացվի։ Քահանաների բոլոր արուները պիտի ուտեն այն, այս ամենասուրբ է։ Եվ ամեն մեղքի պատարագը, որի արյունիցը ժողովքի խորանը բերվի սուրբ տեղի մեջ քավություն անելու համար, պիտի չուտվի, կրակով պիտի այրվի։